Մենք հավատում ենք, որ լավագույն նվերը իրերը չեն, որոնք կարող ենք պահել դարակում, այլ այն պահերը, որոնք երբեք չենք մոռանա։ Բարի գալուստ Արիտանը, որտեղ յուրաքանչյուր նվեր տուփը դուռ է դեպի անմոռանալի փորձառություններ ամբողջ Հայաստանում։ Ամեն ինչ սկսվում է նվեր տուփից, ֆիզիկական կամ էլեկտրոնային։ Ընտրեք համապատասխանը ձեր սիրելիների համար։ Արկածային, ես եւ դու, ծնունդդ շնորհավոր, ամանորյա կամ արիերթանք շիրակ։ Տուփի ներսում կգտնեք կատալոգ եւ վաուչեր, որի վրա կա QR կոդ։ Այն տանում է դեպի մեր կայք, որտեղ հարյուրավոր փորձառություններ սպասում են բացահայտման։ Նրանք պարզապես ընտրում են իրենց սիրելի փորձառությունը, ընտրում են ամսաթիվ եւ անմիջապես ամրագրում։ Այնքան հեշտ է, ադրենալինով լի արկածներից մինչև խաղաղ հանգստավայրեր, տաքուկ հյուրանոցներից մինչև տեղական թաքնված գանձեր։ Արիտանեմը կապում է ձեզ Հայաստանի լավագույն փորձառություններ ստեղծողների հետ։ Յուրաքանչյուր նվեր դառնում է պատմություն, հիշողություն, զգացմունք, որը մնում է շատ ավելի երկար, քան ցանկացած անշունչ առարկա։ Արիտանեմ, նվիրեք փորձառություններ իրերի փոխարեն։ Առանց սահմանը բացում է տարին, այժմ մենք մեկնում ենք Սևան, որտեղ ունենալու ենք շատ հետաքրքիր յուրահատուկ օր, բայց մինչև այդ լիցքավորվում ենք գալֆում, որպեսզի անխափան հասնենք։ Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ եւ դուք դիտում եք Առանց սահման հաղորդման 2026 թվականի առաջին թողարկումը։ Մենք Սևանում ենք։ 2026 թվականը Առանց սահմանի թիմը սկսում է լավ նորությամբ։ Մենք ունենք նոր գործընկեր՝ Արիտանեմ։ Արիտանեմը փորձառությունների հարթակ է, իսկ ավելի մանրամասն կխոսենք քիչ անց։ Այժմ ավելի մանրամասն կզրուցենք Արիտանեմ հարթակի ներկայացուցիչ Արինեի հետ։ Արինե ջան, ողջույն։ Ողջույն Դավիթ։ Ոնց եք։ Շատ լավ, դուք։ Ընտիր, ես խնդրում եմ պատմել ձեր հարթակի մասին, ինչ հնարավորություն է տալիս, ընդհանրապես ինչով է զբաղվում, իսկ հետո ավելի մանրամասն կանդրադառնանք այսօրվա փորձառությանը։ Անպայման։ Արիտանեմը Հայաստանի առաջին փորձառությունների հարթակն է, հայտնի իր նվեր տուփերով։ Մենք ունենք շատ տարբեր փաթեթներ զույգերի համար, ծննդյան, արկածային, իմ ձեռքում գտնում է արկածային փաթեթը, որը մեր բեսթ սելերն է։ Արկածային փաթեթի մեջ նաև մտնում է հենց այս նույն փորձառությունը, վայրի սահքը, որը այժմ գտնում ենք Սևանում, ու առաջարկում ենք մի հատ unboxing անել փոքրիկ, որպեսզի տեսնենք, թե ինչ կա մեր տուփի մեջ։ Հապա, ես մեծ ինչով օգնեմ։ Դավիթ, օգնիր ինձ։ Ահա։ Ուրեմն նշենք, որ ունի մեծ ընտրանի 30-ից ավել փորձառություններ կա մեջը։ Արկածայինի մեջ։ Արկածայինի եւ մնացած տուփերի մեջ կա առնվազն 30-ից ավել տարբեր փորձառություններ տարբեր նախասիրությունների համար։ Թե հանգիստ մարդ եք, թե էքստրեմալ մարդ եք, ձեր համար անպայման կգտնվի այդ մեկ փորձառությունը, որին կարող եք մասնակցել անվճար։ Ու երբ որ չգիտեք մարդուն ինչ նվիրել, ուզում եք իրեն տպավորություն, վառ հիշողություններ նվիրել, Արիտանեմը այն միակ հետաքրքիր փաթեթն է, որը արժի նվիրել ձեր սիրելիներին։ Այսինքն ինքը ալտերնատիվ նվեր է, որը հնարավորություն է տալիս, օրինակ ինչ-որ մեկին գնես, ինքը փաթեթից ընտրի, որը իրեն դուր կգա ու դրան գնա մասնակցի։ Այո, ընտրության հնարավորություն եք նվիրում ու մեր հենց կարգախոսն է նվիրեք փորձառություններ իրերի փոխարեն, որովհետև իրերը դրվելու են ինչ-որ միտեղ, վրան փոշի նստի ու մոռանաք դրա մասին, իսկ այսպիսի փորձառությունները երբեք չեք մոռանալու կյանքի ընթացքում։ Արիտանեմ արկածների, մենք եկել ենք, համաձայնվել ենք, այսօրվա մեր արկածը լինելու է վայրի սահքը, իմիջայլոց այսօր մեզ նաև օգնելու է մեր ընկեր Scream of Soul-ի թիմը եւ այսօր Սևանա լճի վրա մենք ունենալու ենք վայրի սահք։ Դուք պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Մենք էլ գնանք, միանանք, հիմա Դանիելի հետ կանցնենք բրիֆինգի հատվածը, որովհետեւ վերջո Սևանի վրա ենք, հաստատ կան անվտանգության նորմեր, հետո կանցնենք սահքի մինիմալ դասընթաց, քանի որ ես անձամբ դենց 1000 տարվա քշող չեմ ու կանցնենք սահքին, իսկ սա շատերը հարցնում են ինչու առավոտից ինձ մոտ, սա մենք քիչ անց կփորձենք կոտրել սառույցը ու տեսնել որքանով է այն հաստ ու որքանով ապահով, գնացինք։ Որ գամին ինձ մի թեթև հետևատամ դու կրոպ կանես, չէ։ Այստեղ բացում ենք եւ հետ են գնում։ Մանրից գնում ենք։
Այժմ կզրուցենք Scream of Soul թիմի ներկայացուցիչ, ղեկավար, հիմնադիր Դանիել ջան, նախ շատ ուրախ եմ։ Ոնց եք։ Շատ լավ, ուրախ եմ ձեզ տեսնել Սևանում։ Մարդիկ մտածում են, որ ձմեռը տգեղ տեղա, որ պետքա տունը նստել, ոչ բան չանել։ Մենք այդպես չենք, մենք կարծում ենք, որ Հայաստանի ձմեռը շատ սիրուն է եւ շատ սիրուն վայրեր կան եւ դրա համար մենք անում ենք ինչ որ անում ենք։ Ջան, խնդրելու եմ պատմես որտեղ ենք հիմա, ինչ փորձառության մասին է խոսքը, ինչով է սա հետաքրքիր ու գրավիչ։ Իհարկե։ Մենք հիմա Սևանա լճի մի մասնիկում ենք գտնվում։ Սևանը ամբողջովին բազովականին հազվադեպ է սառում, վերջի անգամ իմ հիշողությունով 17 թվին է ինքը սառել։ Ամբողջությամբ սառել։ Ամբողջության, այո։ Բայց ինչ որ հատվածներ սառում են ամեն տարի։ Օրինակի համար հիմա մենք կանացենք սպիտակ ավազներ հատվածում, որը իրեն ներկայացնում է հատուկ պահպանող տարածք։ Եվ այս հատվածը արդեն որյորդ տարի մեզ նվիրում է այսպես հիանալի սիրուն սառույց։ Մենք զբաղվում ենք wild ice skating-ով, բնական սառույցի վրա քշելով եւ կազմակերպում ենք նման տիպ ժամանց մարդկանց համար եւ մեր նպատակը փաստացի մարդկանց տալ հնարավորություն ակտիվ եւ սիրուն ժամանց անցկացնել ձմեռը քաղաքից դուրս։ Մի հարց, անվտանգությունից ելնելով, ես որ այստեղ պետքա գայ, ով իմացա գայ, սա ասում է վտանգավոր է, պետք չի, մի գնաց, բավոր ջարդվի, ընկնես տակ խեղդվես, մեզ բարի նոտայի վրա հարց։ Ինչքան պետքա լինի մինիմալ սառույցի հաստությունը, ով է դա վերահսկում, արդյոք այստեղ գալու համար պետքա թույլտվություն թե չէ։ Տարբեր տեղեր են, կան տեղեր, որտեղ թույլտվություն պետքա, կան տեղեր, որտեղ պետք չի։ Անվտանգություն սառույցի վրա ապահովում ենք մենք միշտ հետազոտում ենք եւ մոնիտորինգ ենք անում ընթացքում էլ ինչ է ներկայացնում սառույցը եւ միջև ինքը չի հասնում մեր մինիմալ հասցեան շեմին, մենք չենք կազմակերպում առհասարակ միջոցառում։ Մինիմալ հասցությունը սառույցի պետք է լինի 7 սանտիմ կամ 10 սանտիմից ավել։ Մեր ոտեի տակ էս պայն 20-25 սանտիմ հասցությունը։ Այն հատվածում, որտեղ ավելի հին է, այնտեղ արդեն 30-35 է։ Այդ հատվածը արդեն թեթև մեքենա կարա պահի։ Բայց դա խորհուրդ չի տրվում, որովհետև միշտ 50-50 է, հնարավորություն կա ու դուք մեքենան կորցնեք։ Արի տանեմ ինչքանով է նպաստել Հայաստանում այս ֆորմատի զարգացմանը, ինչքան ժամանակ համագործակցում եք։ Մենք մոտակա ժամանակներ ենք ծանոթացել այտամների հետ եւ գիտեք ինչ վերջի ամիսները ես զգում եմ որ լիքը տուրիստական ընկերություններից ավելի ակտիվ են, ես անկեղծ եմ ասում, ավելի անկեղծ են, քան լիքը ուրիշ տուրիստական ընկերություններ եւ ամենակարևորը հենց այդ ճիշտ ակտիվ մասայի վրա են աշխատում։ Այսինքն մեզ մոտ այստեղ բացի տեղացի սպառողը նաեւ տուրիստներ են գալիս։ Այո, իհարկե։ Օ Այդ շատ լավ է։ Բացահայտում ենք Հայաստանի նորովի, բացի ուտել ու գառնի գեղարդը։ Հայաստանում կան նաև այսպիսի տարբերակներ, ժամանցի, որը կարող եք Արիտանի միջոցով դիմել ու գալ այստեղ Scream of Soul-ի հետ մասնակցել։ Իմիջայլոց մենք մասնակցեցինք կանյոնինգի, այժմ էս վայրի սահքնա, էլ ինչեր ունեք։ Մենք հլա կազմակերպում ենք պարանով թռիչք տարբեր վայրերում, այդ ազատանկումը պարանով կոչվում են bungee jumping, տարզան կա, բայց իրականում իր անունը rope jumping է։ Դինամիկ պարանն է, որ փափկացում է ձեր ազատանկումը եւ այդ ամենավառ զգացողությունն է, որ դուք կարող ստանաք Հայաստանում։ Ես առաջարկում եմ դա չմանրամասնենք, որպեսզի հետո գանք, նկարենք եւ այդ ամեն ինչը տեսնի մեր հանդիսատեսը։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Առանց սահմանը եւ մենք այսօր գտնվում ենք Սևանա լճում։ Սանվեց թվականին մենք ունենք նոր հովանավոր, բայց ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր հովանավորներին ու գործընկերներին, ում հետ անցել են 25 թվականը եւ անցնելու են 26-ը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր Lit Energy-ին, Motulin, Galfin, Aritanemi-ին եւ մեր գործընկերներին Garmin-ին ու TTH Performance-ին։ Որպեսզի կոտրենք արտերատիպը, որ սառույցը շատ բարակ է, հնարավոր է ընկնել, ինքը նուրբ է։ Հիմա մենք հատուկ սա ալպինիստական մուրճ է, չէ՞։ Այո։ Մուրճ կացին է։ Այո, մենք կփորձենք կոտրել, հատուկ կոտրել սառույցը, այնտեղ հատուկ հատված կա, որը արդեն մի անգամ կոտրված է եղել, ինքը համեմատաբար փխրուն է։ Փորձենք փխրուն սառույցը կոտրել, տեսնենք որքան ժամանակում դա ինձ կհաջողվի կամ կհաջողվի թե ոչ։ Так։
Խորհուրդ եմ տալիս այստեղ, դրա համար այստեղ ավելի բարակ է, որ իսկական հասցությունը մենք տենանք։ Այո, Նայ, մի հատ բան։ Եթե դու սաղ ուժերով խրես իրան, իր անկյունով, ինքը մի հատ այսպես լրվելու է, էսկալիբուրա դառնալու։ Քեզ պետք է սկզբից այս հատվածով աչից ձախից այսպես բացել ծակիկ, հետո ծակել։ Հասկացա։ Հա, Так։ այո, հա։ Ահա, մի րոպե, ագնոցը պարտադիր, որտեղ ամբողջ առույցը թռնումա դենքի։ Դիրա։ Մի քիչ տոչկա է պահնա, մոտես, բայց ընտիրա։ Չէ, սառույցը ուժեղ է խփում դեմքի։ Իրականում բնական սառույցը սովորական մեր պատկերացած սառույցից ավելի պինդ է, դրա համար որ սառույցը որ մի քանի անգամ սառել հալել է, ինքը սպիտակ գույն ունի, ոնց որ այս սառույցը, ոնց որ այն մեկը։ Այս մեկը նոր սառույցը եւ լավ սառույցը, դրա համար ինքը թափանցիկ է։ Դրա համար եւ ավելի պինդ է։ Դրա համար այսբերգները սպիտակավուն են։ Հա։ Ամենտեղ Հենց որ հոգնես ասա։ Համարյա հասել ես մի հատ։ մի վարկյան։ Ահա։ Մենք դուրս Մի եկանք։ հատ էլ սպասի։ Մի հատ լոճենք, որ պատկերացում կազմենք։ Եվ հիմա հաստացի այստեղից սկսած ես սահմանն եմ բռնում։ Այսքան հասցուն սառույցի մենք ունենք։ Սա ինձ թվում է 14-5 սանտիմետր։ Չէ, ինքը 20 սանտիմ է, ես 3 չափել եմ եւ ես օրեն առավոտը չափել եմ։ Ես 20 սանտիմ է, այն հատվածներում ավելի շատ է։ Մենք այդպես դել նենց որ սահքի համար սառույցը ապահով է։ Այո։ Իսկ այստեղ չմուշկով սահելու համար անվտանգության ինչ-որ պարտադիր կանոններ կան։ Այո, պետք է լինել ավելի զգուշ քան սեսորական սահադաշտում, այստեղ չկա սահմաններ, բորցիկներ, հա, սահմաններ չկան։ Առանց սահման։ Առանց սահման։ Հա, այստեղ սահմաններ չկան եւ բացացի այն կողմը բաց ջուր է եւ այդ պետք է դիտարկել եւ իրան մոտ չգնալ եւ կան հատվածներ, որտեղ սառույցը միշտ չի որ իդեալական հարթ է սառում, իրա վրա ավելի զգուշ պետք է քշել, որ միամիտ անիմաստերը չընկնենք։ Մնացած կանոնները Պասացի պարզեն զգուշ է քշում եւ վերջ։ Ինձ թվում է եկել է ժամանակը, երբ մենք կարող ենք գնալ եւ փորձենք քշել։ Փորձել անձամբ անցնել այս փորձառությունը։ Գնացի։ Էս Պատմեմ ես ինչը։ Մեր կազմակերպությունը եւ սա մեր ինստրուկտորները անցնում են տրեյնինգ ոնց փրկել մարդուն, եթե միամիտ սերժենք խրվավ սառույցի տակ եւ ոնց իրան շուտ փրկել։ Դրա համար որ հիմնական խնդիրը սառույցի դրանում է, որ ինքը սղլիկ է եւ երբ որ մարդը խրվում է, միջև այստեղ եւ փորձում է հելնել, ինքը չի կարող հելնել։ Կա հատուկ սարքեր, որ անձամբ մենք տալիս ենք ինստրուկտորներին, որ իրանք ստուգեն եւ իրանց վստահությունով անցնեն եւ եթե խրվեն շուտ կանան դուրս գան։ Բայց մեր դեպքում, եթե մենք տենում ենք, որ ինչ որ մեկը հերո գնաց եւ շուտ իրան պետք է հանել սառույցից, մենք օգտագործում ենք այսպես սարք։ Ինքը ռուսերենով կոչվում է մարկովկա, հատուկ պարանա, որը գցում ես, իր միջոցով մարդ ես քաշում։ Նմանատիպ ձևով։ մարկովկա դա գույնի հետ է կապված։ Հա, գույնի իրականում մի փոքր ուրիշ անունի բայց ռուսական, հայկական տերմինոլոգիայի մեջ չկա ինքը։ Հայերեն ստեպղին։ Ստեղծեմ։ Ստեպղին։ Ստեպղի, բարի։ Իմաստը ինչու՞մ է։ Մենք տենում ենք, որ մեզանից առաջ մարդ է խրվել, օրինակ համար այն հատվածում, պարանը բավական երկար է, 15 մետր է, որ մարդը չմոտենա հենց այդ պոտենցիալ վտանգավոր տեղին, ինքը գցում է պարան նմանատիպ ձևով։ Մարդը բռնում է եւ մենք իրան քաշում ենք հետ։ Օ։ Նմանատիպ ձևով։ Շնորհավորում եմ։ Այդ պարտադիր կանոնը, եթե մանավանդ սառույցը բարակ է։ Այս պահին մեր ոտետակ բավական հաստ սառույց է եւ այդ ռիսկը մինիմալ է առհասարակ, բայց երբեք չի կորում, դրա համար մենք միշտ ուշադիր ենք նայում ենք, որ մարդիկ մոտիկ չգնան վտանգավոր տեղերին։
Այդպես։ Շատ լավ։ Գնանք փորձենք։ Հələ որ միակ ուժը, որ ինձ տանում է քամին է։ Ու ես խնդրում եմ, որ մի 20 րոպեից քամին հակառակ փչի, որ ես հետ եթամ։ Բայց լավ է, որ քամին հələ որ դեպի ինյան է տալու։ Եթե ուզենամ կանգնեմ։ Դու պետք է Ընկնել։ օրինակի համար ձախ ոտիդ կրունգի վրա ճնշում տաս։ Ճնշում տաս, ձախ, աջ։ Հիմա աչի վրա փորձի։ Հասկացա։ Մենք աչի վրա մի կրունգի հետ։ Հասկացա։ Բայց Ո՞նց ես քո կրունգով ես ստեքում, կրունգով ես ստեքում։ հասկացա։ Այս հետապում քեզ պետք չի սովորել ինչ-որ դժվար տորմուզ տալը։ Քեզ պետք է ուղղակի ուղղությունը փոխել քո։ Okay։ Որ դու շրջանցես եւ մարդկանց եւ օրինակ ան քեզ կամին չտանի դժվար տեղ։ Տարվես։ Այս 2 րոպե ընտելանանք կա։ Այս իմ կարծիքով քեզ պետք է մի փոքր սպասել միջև ընկերանանից։ Փորձի բացասել ոտերը։ Ձեր ոտերը պետք է լինեն մի փոքր յոլչկայով այսպես բացած, որ ավելի կայուն լինի։ Հասկացա։ Ուղիղ, ոչ թե այսպես ծալված։ Մի փոքր ծնկները ծալված են եւ այսպես բացասը ոտերը այդպես որ կես վարկյան, մի վարկյան դու օդում լինես։ Մի ոտի վրա լինես։ Հələ, հա, լավ, ես հաստատ թույլ եմ կապել։ Հա։ Արեն, դու հիմա պրոմակոդ։ Ինչ է, կամպրամատ ես հավաքում։ Հիշեցի, կամպրամատ։ Չէ, սենց չի լինի, ես թույլ եմ կապել ու դա իմ դեմ աշխատում, օխ։ Վայբը։ Սենց ասեմ, քանի որ ես փորձից ելնելով սխալմամբ թույլ էի կապել չմուշկներս, անհնար էր քշելը, բայց մեր օպերատորի օգնությամբ կիպ կապեցի, մի 3 րոպե արդեն այսպես է զգալի տարբերություն կա։ Ուղղակի նախ քամին անդադ բրծում է հետ, ես կսնակեմ քամուն տրվում եմ։ Պլյուս հələ ադապտացիայի պահն է, մի քիչ վախում ես կընկնես, էս են, բայց Արեն, էներգիա սպարվում է, բայց լիտ էներգի, էներգիա առանց սահմանների, արի գնանք էներգետիկ խմենք, գնացի։ Այստեղ հյուրերը տաքանալու ու լիցքավորվելու համար խմում են հայկական կոնյակ, իսկ մեզ լիցքավորվելու համար անհրաժեշտ է լիտ էներգի։ Նայեք ինչ ենք անում։ Դե ինչ, լիցքավորվենք։ Ինձ մի հատը քիչ է։ Լիտ էներգի։ Ես կենացա պետք է ասել։ Շաֆ եմ ասել։ Ես կենա մի րոպե։ Հələ փորձենք։ Մեզ լավոր։ Մենակ անպայման շպրոշնին շատ երկար կպած չեք վամ։ Ես ավելի մեծ բաժակ եմ սարքել։ Դզեց։ Ու էսի նոր համա։ Ոպ։ Կխնդրեմ
իրար լսենք։ Ես լսել եմ։ Սող դնենք։ Ուրո։ Դանիել ջան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել sense ջերմ ընդունելության համար։ Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, կիսվել եք, համտեսել եք մեր հետ այս բնություն։ Ու մենք էլի գալու ենք։ Տեսնենք։ Բայց այն Մանգա։ Չէի մտածում, որ տրապիչկի համ կզգամ ծառուցից։ այժմ բարձենք ինչ կա արիտանեմ արկածների տուփում, անենք unboxing։ Так։ Արիտ անեմ, գեղեցիկ տուփ, որ այստեղից է բացվում, տեսնենք։ Այստեղ վաուչերն է։ Այ, ահա։ Սա արդեն հնարավոր փորձառությունների ցանկն է, հələ փորձենք տեսնել այստեղ ինչ կա, կարդանք։ Так։ Քանի որ ցուրտ է։ Իհարկե։ Օ։ Սրանք փաթեթներն են, արիտանեմ արկածների, ծնունդը շնորհավոր, ռոմանտիկ զույգերի համար դու եւ ես։ Արի եթանք Շիրակ, շնորհավոր ամանոր, ապրիր կյանքդ անմոռանալի։ Ահա։ Հատուկ առաջարկներ։ Այնպես որ եթե նվեր փնտրելու կլինեք ու չիմանաք ինչ կարելի է փնտրել, հաստատ այստեղից կարող եք ինչ-որ բան գտնել, որտեղ այստեղ կա նվերներից, թատրոնի տոմսերից, ներկայացման տոմսերից սկսած մինչև հետաքրքիր արշավներ, մենա տեսնում եք Սևանի վրա, ձնոտ տարածքներում, արշավների տեղը, խոսքով ամեն ինչ կարող եք գտնել։ Այս ամեն ինչը արիտանեմի նվեր տուփերում։ Եկեք ցույց տամ իմ արկածներով նվերի տուփներ, եւ ես ընտրել եմ, որպեսզի գամ այսօր Սևանի վրա ու անցնեմ ազատ սահքի փորձառությունը, որտեվ անձամբ որ ասեմ երբևէ շատ քշել եմ, չէ։ Դրան գումարածա գեղեցիկ տուփ է։ Հիմա դնենք այդ չկորցնենք իմ տուփը։ Քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, բոլոր հնարավորությունները, բոլոր փորձառությունները մենք չենք կարող հիմա թվարկել, բայց դուք դրանք կարող եք գտնել aritanем.am կայքում, այնպես որ Արիտանեմը սպասում է ձեզ, որտեղ դուք կգտնեք նվերներ, անակնկալներ ձեր հարազատների ու բոլորի համար։ Դեն սիրելի դիտողներ, ավարտվեց առանց սահման հաղորդման հերթական թողարկումը։ Մենք այս անգամ Սևանալճում զբաղվում ենք վայրի սահքով։ Արդից օգտվելով եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հովանավորներին։ Շնորհակալություն ենք հայտնում գլխավոր հովանավոր Lit Energy-ին, Motulin, Galfin, Aritanемին եւ մեր գործընկերներին Garmin-ին ու TTH Performance-ին։ Ձեզ հետ է Դավիթ Ռակուրսը, մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում, իսկ դուք որպեսզի բաց չթողնեք ոչ մի հետաքրքիր եթեր, բաժանորդագրվում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում։ Մինչ նոր հանդիպում։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում Scream of Soul թիմին, ով այսօր մեզ ապահովվեց եւ էկիպիրովկայով եւ բացատրեց անվտանգության կանոնները եւ նրանց շնորհիվ մենք ունեցանք շատ հավես, հետաքրքիր, ուրախ օր։
Մենք հավատում ենք, որ լավագույն նվերը իրերը չեն, որոնք կարող ենք պահել դարակում, այլ այն պահերը, որոնք երբեք չենք մոռանա։ Բարի գալուստ Արիտանը, որտեղ յուրաքանչյուր նվեր տուփը դուռ է դեպի անմոռանալի փորձառություններ ամբողջ Հայաստանում։ Ամեն ինչ սկսվում է նվեր տուփից, ֆիզիկական կամ էլեկտրոնային։ Ընտրեք համապատասխանը ձեր սիրելիների համար։ Արկածային, ես եւ դու, ծնունդդ շնորհավոր, ամանորյա կամ արիերթանք շիրակ։ Տուփի ներսում կգտնեք կատալոգ եւ վաուչեր, որի վրա կա QR կոդ։ Այն տանում է դեպի մեր կայք, որտեղ հարյուրավոր փորձառություններ սպասում են բացահայտման։ Նրանք պարզապես ընտրում են իրենց սիրելի փորձառությունը, ընտրում են ամսաթիվ եւ անմիջապես ամրագրում։ Այնքան հեշտ է, ադրենալինով լի արկածներից մինչև խաղաղ հանգստավայրեր, տաքուկ հյուրանոցներից մինչև տեղական թաքնված գանձեր։ Արիտանեմը կապում է ձեզ Հայաստանի լավագույն փորձառություններ ստեղծողների հետ։ Յուրաքանչյուր նվեր դառնում է պատմություն, հիշողություն, զգացմունք, որը մնում է շատ ավելի երկար, քան ցանկացած անշունչ առարկա։ Արիտանեմ, նվիրեք փորձառություններ իրերի փոխարեն։